Տարին 12 ամիս ամեն օր երկրացողում փշոտներն ըստ հասակի հաթատեսակավորվում, փնջավորվում են երկար ճանապարհից առաջ։ Ամսական մոտ 1 միլիոն վարդ այստեղ թարմ հավաքվում, տարեկան արտահանվում է գրեթե 11 միլիոնը։ Հիմնական սպառումը Ռուսաստանի Դաշնությունում է կատարվում, ունենք Վրաստանում նաև արտահանում, 90%-ը գրեթե արտահանվում են։ Դա կախված է նաև նրանից, որ մենք չենք ուզում խանգարել փոքր ջերմատներին, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքը իրացնել մեր հայկական շուկային։ Գողթի վարդեր, այսպես են ջերմատան անուշաբույրներին անվանում Հայաստանում, այս անունով են ճանաչում երկրից դուրս էլ։ Ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա արևկող գողթի տարածքում հոլանդական սորտի ծաղիկները որակով, քանակով, տեսակակիցների կողքին մրցակցային դիրքով ոչ միայն գործում ջանք դնողներին են գոհացնում, ջերմատան հյուրերին նույնպես։ Մեր գեղեցկուհիները շատ բարձրահասակ են, բարձրակարգ որակ ունեն, որ չենք զիջում նույնիսկ հոլանդական վարդերին։ Երբ որ ունենում ենք հյուրեր դրսից մասնագետներ, խորհրդատուներ, զարմանք են ապրում, որ Հայաստանում այս գողտրի կանկյունում այսպիսի գեղեցիկ եւ հիասքանչ վարդեր կա եւ այսքան շատ տեսականիներ ունենք մենք։ 2012-ին գործը սկսեցին վարդերի փոքրիկ աշխարհ հիմնելով ընդամենը 2 հեկտարի վրա, որն այն ժամանակ մակերեսով ամենամեծն էր Հայաստանում։ Նախապես մտադրված էին նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ավտոմատ կառավարվող միջավայրում լոլիկ աճեցնել, ընկերությունն էլ կոչել էին Էկոտոմատո։ Վերջին պահին են որոշել մշակաբույսը փոխել, իսկ հետո դրսի շուկայում գողթի վարդերի աճող պահանջարկին ընդառաջ ընդլայնվել 6 հեկտարով էլ։ Մրցակցությունը օր-օրի ավելի մեծանում է եւ Ռուսաստանի Դաշնությունում, եւ ԱՊՀ մնացած տարածքներում, եւ Հայաստանում ավելանում են վարդերի ջերմատների քանակը։ Հիմնականում կարողանում ենք մեր տեղը պահել եւ ընդլայնվել մեր որակի շնորհիվ։ Գրեթե ամեն օր մեկ բեռնատար ծաղիկ արտահանող ընկերությունը հիմա պատրաստվում է նոր ներդրումների, մտադրություն ունեն ոչ միայն ունեցած շուկաներում ծավալներն ավելացնել, նաև արտահանումը դիվերսիֆիկացնել, գողթի վարդերին ճանապարհ տալ նաև Եվրոպա, Եգիպտոս, Արաբական Էմիրություններ։ Այս հատվածում է լինելու ջերմատունը 5.5 հեկտար մակերեսով։ Գործողին կից նոր ջերմատան հատվածում հողային աշխատանքները սկսել են դեկտեմբերին, ապրիլին կանցնեն շինարարությանը։ Ընդհանուր 4.3 միլիարդ դրամի ներդրում կարվի, պրոյեկտն իրագործել կաջակցի նաև պետությունը։ Օգտվում ենք պետության մի քանի աջակցության ծրագրից, որոնցից մեկը գերակա ոլորտում իրականացվող ներդրումների շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատման ծրագիրն է, դիմել ենք արդեն կառավարությանը, ստացել ենք աջակցությունը։ Մյուսը Հայաստանի Հանրապետությունում ջերմատների զարգացման աջակցության ծրագիրն է, որով սուբսիդավորվում է վարկի տոկոսները։ Հատիկավոր ու փնջային վարդերի իրենց գունեղ ու բազմատեսակ հեկտարների կողքին նոր կառուցվող տարածքում նոր տեսակներ նաև կաճեցնեն, այդ թվում պիոնանման վարդեր։ Այս ձմեռնամուտին ընդառաջ պլանավորում են նոր տարածքից արդեն բերքահավաք անել, Էկոտոմատոյի թիմն էլ համալրել մոտ 70 նոր աշխատակցով։